Նախագծի հովանավոր 911 Detox Նախագծի հովանավոր Կասսաբելլա Կասսաբելլա, թարմացրեք ձեր խոհանոցը, լոգարանը կամ ձեր տան ցանկացած սենյակը մեր հատուկ պահարանների լուծումներով։ Մեր հմուտ մասնագետները կստեղծեն կատարյալ դիզայն, որը կհամապատասխանի ձեր կարիքներին եւ բյուջեին։ Կասսաբելլա, մեր անխափան պատրաստման եւ տեղադրման գործընթացի շնորհիվ դուք կարճ ժամանակում կհայտնվեք գեղեցիկ եւ հարմարավետ միջավայրում, որի մասին միշտ երազել եք։ Կապնվեք մեզ հետ այսօր եւ եկեք ստեղծենք ձեր երազած պահարանը։ Կասսաբելլա 747 388 3828 Ժամանակ առաջ ասում էին լավություն արա գցիր ջուրը։ Ժամանակները փոխվեցին։ Հիմա լավություն են անում գցում story։ Բարի երեկո, Լոս Անջելեսում այս պայն 22:30 րոպե եւ AMJ TV ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում Armenian Evening-ը ձեզ հետ եմ ես Արմեն Թադևոսյանը։ Սրտանց ողջունում եմ ձեզ սիրելի հեռուստադիտողներ եւ ուզում եմ ասել, որ այսօր շատ հրաշալի հյուր ունենք եւ կարծում եմ շատ հետաքրքիր միասին հարցազրույց կունենանք, ինչպես նաեւ միասին կանցկացնենք մեր ավանդական խաղը, կդիտենք ձեր կողմից ուղարկված տեսանյութեր եւ իհարկե կլինի անակնկալ, այնպես որ Armenian Evening-ը սկսում է։ Եվ մինչ անդրադառնամ մի արագ թերցեմ այսօրվա նորությունները, սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին եւ այսպես Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center-ը, ձեր շրջապատում եթե կան մարդիկ, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ովքեր ունեն կախվածություն եւ ուզում են անպայման ձերբազատվել, ապա ձեռք մեկնեք, օգնեք եւ իհարկե ուղեկցեք դեպի 911 Detox Center, որովհետեւ այստեղ մասնագետները լիարժեք կվերադարձնեն տվյալ անձնավորությանը կյանքի։ 911 Detox Center հեռախոսահամարն է 409 900911։ Armenian Evening նախագծի հովանավորն է Կասսաբելլա ընկերությունը։ Թարմացրեք ձեր խոհանոցը, ձեր լոգարանը կամ ձեր տան ցանկացած սենյակը հենց Կասսաբելլայի հատուկ պահարանների լուծումներով, որովհետև այստեղ հմուտ մասնագետները կօգնեն ձեզ եւ կստեղծեն կատարյալ դիզայն, որը կհամապատասխանի թե ձեր բյուջեին, թե ձեր կարիքներին, այնպես որ կապնվեք հենց այսօր Կասսաբելլա ընկերության հետ եւ եկեք ստեղծեք ձեր երազած պահարանը։ Կասսաբելլա 747 388 3828 Եվ արագ ընթերցեմ այսօրվա մեր նորությունները Հարավային Կորեայում զեբրը փախել է կենթանաբանական այգուց եւ քաոս ստեղծել Սեուլի ճանապարհներին։ 3 ժամ տեղի իշխանությունները չեն կարողացել բռնել այդ զեբրին։ Դե այստեղ են ասում մի հատ զեբր քիչ էր փողոցների վրա գծած, մի հատ էլ հայտնվեց կենթանի վիճակում փողոցներում։ Եգիպտոսում հնագետները հայտնաբերել են ավելի քան 2000 հնագույն մումիֆիկացված ոչխարների գլուխներ, որոնք որպես ընծա մնացել են Ռամզես II փարավոնի տաճարում, բայց ասում են, որ այս ոչխարների գլուխը ինչքան էլ մումիֆիկացված են, միևնույն է ականջները հում են մնում։ Armenian Evening-ը եթերում են մի քանի վայրկյանից սիրով կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօր Armenian Evening նախագծի հյուրն է սիրված երգիչ, սիրված կինոդերասան Ռազմիկ Մանսուրյանը։ Պարոն Մանսուրյան, բարի երեկո։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Շնորհակալ եմ ձեզ հրավերքս չմերժելու համար։ Դե, մերժելու ոչինչ չկա։ Նոր ծրագիր է, ասեմ նախապես, ես մի քիչ շատ եմ խոսում։ Այո։ Նախապես երաժշտությունը արդեն խոստումնալից է, հաղորդման, եւ հետո 911 որ ասում էիք, հիշեցի մի բան, մեկը զանգում է 911 ասում է ներողություն ինձի 411-ի հեռախոսի համարը կտակ։ Բայց ամեն դեպքում եթե Արմենը 911-ին ասում է ու մյուս հեռախոսի համարն ասում զանգահարեք։ Անպայման, շնորհակալ եմ։ Պարոն Մանսուրյան, սիրված երգիչ, սիրված դերասան, բայց մի էսպիսի հարց, արդյոք չեք փոշմանե տարիներ անց, որ չեք ընտրել այնուամենայնիվ մասնագիտությունը, որ ցանկացել եք երիտասարդ տարիքում, հա, այն է սպորտսմեն, թեթև ատլետ, չէ։ Չէ, ինչ, արդեն ընտրել է էլի։ 15 տարեկանից ընտրեցի վոկալը, երգի երգելը։ Նա ընդունվեցի երգի բաժին, ուսումնարան,
Եվ գնացին։ 4 տարի չթողեցին երկեմ։ Ինչու՞։ Փոքր էի։ Փոքր։ Բացառության կարգով էին ընդունել։ 4 տարի չէ, 3 տարի լավ դասատուի մոտ էի սովորում, Սերգեյ Դանելյանը, որը եղել է նաև Գեգամ Գրիգորյանի դասատուն, մեր օպերային երգիչ, եւ այտենց իմ մասնագիտությունը ես ընտրել եմ 15 տարեկան։ 15, բայց մինչ այդ այնուամենայնիվ ցանկանում եք, չէ՞, սպորտսմեն։ Դե գիտես ինչ կա, հիմա չէր կարա այտենց լինել, որ սպորտսմենների մեջ լավ երգիչ լինեի, լավ երգիչների մեջ սպորտսմեն։ Չէր կարա այտենց լիներ, դրա համար մի բան պետք է անես ու լավ անես, ավելի լավա ոչինչ չանես, քան անես ոչինչ։ Եվ առհասարակ, պարոն Մասուրյան, դե մի քիչ խոսեցինք սպորտի մասին, ես գիտեմ, որ դուք ակտիվ հետևում եք սպորտ։ Օրինակ, տեսնում եք, ոնց է վերաբերվում, որ մեր հայ մարզիկները առհասարակ իրենք այսպես ավելի ուժեղ են անհատական սպորտաձևերում, հա, դա կարող բրծկամարտ, մշամարտ, հա, ծանրամարտ, այսպես մեր կոլեկտիվային խաղը, այսպես, նո, այսպես ասեմ, լավ հաջողությունների չենք հասնում։ Ինչու՞մն է։ Գուցե ամեն մեկը այսպես անհատականություն են ուզում են ցույց տան, դրա համար կոլեկտիվի մեջ չեն կարողանում, բայց դες ի՞նչն է պատճառը։ Պատճառը նա է, որ միաբանությունը, խմբվածությունն է։ Եկեք հետ գնանք մի 50 տարի առաջ, մեր Արարատ 73-ը, գիտեք, ես բոլոր ֆուտբոլիստների հետ ընկերություն եմ անում, շփվում եմ ստեղ Երևանում, բան, այդ կոլեկտիվային սպորտը այնքան էին իրար սիրում մեկը մեկին, որ բան, իսկ հիմա արդեն ժամանակներն են փոխվել, ամեն մեկը անհատականություն է ուզում դառնա, բանանի, բան չունեն էլի։ Հաջողություն չենք հասնում, այո, բայց ամեն դեպս հուսով ենք, որ չնայած Արարատ 73-ը իրոք դա անկրկնելի է։ Ես նախապես շնորհավոր եմ 50 տարին արնել։ Այո, անպայման։ Պարոն Մասուրյան, դե մի քիչ հիմա խոսենք կինո շուկայից, որովհետև դուք ես գիտեմ, որ այսպես բավականին քննադատում եք այսօրվա կինո շուկան։ Ես ասեմ, որ շատ տեղին եւ բարձրապես ուզում եմ ասել, որ դուք եք վառ ներկայացուցիչ մեր տամենը մի քանի օր առաջ 100-ամյակներ հայ կինոյին նշվում։ Լավ, մենք խոսեցինք օրինակ սպորտաձևում, էլի հետ եկանք փաստորեն ինչումն էր հարցը սպորտը անցյալում եւ այլ։ Լավ, իսկ կինոն ինչումն է հարցը, որովհետեւ ես ինքս մեծացել եմ իհարկե սովետական մեր հայկական ֆիլմերի, որ կարծում եմ գլուխգործոց են եւ մինչ օրս կան կմնան, ինչու դա չի ստացվում մեծ մոտ։ Գումար։ Էլի եկան գումար։ Մեր ժամանակ պետականությունը հովանավորում էր, պետությունը հովանավորում էր։ Հիմա ռեժիսորը ո՞րն անի։ Հովանավոր մանգա, գումար դնող մանգա, չգիտեմ, այնքան բաներ կան, խնդիրներ կան։ Դրա համար կինոն չի զարգանում շատ։ Ասում եմ, լավ փող ծախսի, արդյունքը կստանաս եւ վատ ռեժիսորներ չունենք։ Ունենք լավագույն ռեժիսորներ, բան, որոնց հետ ես սաղի հետ շփվել եմ, այն գլխից մինչև հիմա։ Բայց հայկական կինոյում այդպես մեր զարգացում չկա։ Սերիալներն, հա, որից արդեն հրաժարվեցի, էլ չեմ էլ ուզում նկարվեմ այս սերիալները։ Թե իմ մասին կնկարեն, խնդրեմ թող նկարեն։ Թե չէ հոգնել եմ արդեն սերիալներից, որովհետեւ արդեն հետո պրոֆեսիոնալիզմը կորել է։ Ես այսօր լսեմ քո հետ այդ համտունը պարապեմ, ասեմ իմ դիալոգները կարդամ բանանում, սովորեմ, ասեմ դու չկարողանաս խոսես։ Այո։ Հետո արդեն վնաս է տալի կինոյին։ Հետո բերում են մարդիկ դրսից, որոնք որ հեշտ կապ չունեն։ Այո, ես լիովին համամիտ եմ եւ կարծում տեսեք, գուցե ես սխալվում եմ, բայց ռեժիսորները միշտ գուցե անցյալում էլ է դա եղել, հիմա էլ կա, բայց միշտ աշխատում են կոնկրետ, հա, դերասանների հետ, այսինքն չեն ուզում նորամուծություններ, նոր գտնել նոր դերասաններ, այնչումն է դրանում խնդիրը կամ լավ դերասանների մասին է խոսքը, հա, ոչ թե ուղղակի պարզապես կողքից բերեն փողոցից եւ նկարահանեն։ Ես կինոյին կպատասխանեմ երկարվեստով։ Մայ ժամանակին Երևանում կային, չէ՞, մարդիկ որ փառատոներ էին անում, երկի մրցում էին անում, երկոս չէր, այդ բան։ Դե կար ասուբ կար, ես չգիտեմ, չէ, բերում էին կոնկուրսներ էին անում։ Ահա։ Հետո այդ ժյուրիի մեջ նստում են մարդիկ, որ հեշտ կապ չունեն այդ երկի։ Ոչ մի բանից խաղապար չունեն, հələ մի հատ այդ նստում են ձեռ են առնում, այդ խեղճ մարդուն, որ մտածել է գյուղի տղա է կամ քաղաքի մի անկյունում ապրել է, կամ քաղաքի կենտրոնում ապրել,
Այնա որ մի քիչ սխալվել է, կայֆեր են բռնում, վերեն ձեռ են առնում, բան են անում։ Եվ լավ երկիշներ են նայում եմ, հիանում եմ, բան, բայց այդ երկիշների մեջը չկա, որովհետև այն տակինները իրանք են։ Ամեն մարդ իր համար է մտածում։ Ես օրինակ այտենց չեմ, ես աշակերտներ ունեմ, որ իրանց համար ամեն ինչ անում եմ։ Իսկ նրանք երգում են, կոնկուրսը շահում են, բայց էլի չկան։ Ասպարեզում, որովհետև այնտեղ կան մարդիկ, որ իրանք պետք է իշխեն այդ ամեն ինչը։ Այդ է վատը։ Սա նույնը կինոյի մեջ է։ Սա նույնը կինոյի մեջ է։ Ռեժիսորը ո՞ր մեկին ընտրի։ Ռեժիսորը եթե կընտրի էլ, ընդից սենց էս ման չի ստացում։ Այս վերջերս ես ընկերս Ալեքսանդր Խաչատրյանը ֆիլմ էր նկարել։ Գնացին դիտմանը, ես ապշել էի, որ այդ օպերատորը, այդ ռեժիսորը, Ալիկի աշխատանքը, Ալիկի ներդրումները, բան, այդքան ոնց էր կարացել, բան, ես ասի Ալիկ ջան, հալալ է էլի ես տակից որ դուս ես եկել։ Կամ ասենք այնտեղ էլի ռեժիսորներ կան, մեր Վիգենը Չատանյան խոսքի։ Նկարահանում են բան ունեն, բայց դիտողներն են քիչ։ Դիտողներն են քիչ։ Իսկ ինչու՞մն է, որովհետև գուցե այստեղ հարցը Հավատի մեջ է։ Իսկ գուցե կոմերցիոն, ոչ կոմերցիոն ֆիլմերի մասն է խոսքը, չէ՞, սովորաբար ինչ է, երբ որ հիմա հիմնականում, հա, դա ցավով եմ ասում, որ հիմնականում նայում են կոմերցիոն ֆիլմեր, բայց եթե դու նկարում ես ոչ կոմերցիոն, այսինքն որպեսզի ցուցադրես տարբեր փառատոներին եւ այլ, ինքը չի կրում այսպես բնույթ կոմերցիոն, քիչ է դիտողականությունը, քիչ է դրա գովազդը նայել։ Հիմա ասեմ, ժամանակին ես ձեր հաղորդումը նայեցի, պարոն Թադևոսյան, Լևոն Շարաֆյանը ստաց։ Իրան մեր ծանոթ ռեժիսորներից մեկը ասել էր, ուզում եմ ֆիլմս նայես, բայց տոմսերը 75-80 հնելու են առաջարկում, մի վարպետի են առաջարկում, որ այդպես բան չունի, դեռ նվիր են։ Ինքն էլ ասել էր, դե որ պետք է $70 տամ Գամփու կինոն տենամ, մենակ $25 կտամ, պետք է Դաստի Հոֆմանին կտենամ կամ Սիլվեստր Ստալոնեին կտենամ։ Հասկանում ես, այդ է տարբերությունը, դու չես հասել այդ բանին մի բան արած, եթե կինո ես նկարել, ճիշտ մարդկանց ընտրի, ճիշտ ընտրիս, հիմա այդ կոմերցիոն ֆիլմերը, որ ասում եք, հա, չարչարում են ռեժիսորներն, ամեն ինչ անում են, բան ունեն, բայց մենակ դրանով չի, մեր մոտ հենց թատրոնից, իսկ թատրոն չկա, թատրոնից, օպերայից, ես ոնց որ ես եմ եկել Հենրիկ Ալավերդյանը, բան մենք ճանաչվեցինք։ Այդպես մարդկանց պետք է հրավիրեն ֆիլմերում նկարվելու, հիմա էլ այս սերիալները ես անձնվությամբ եմ ասում, փախուստ եմ տալի։ Հետո սերիալների մեջ ռեժիսորը չկա։ Դե հարավել եւս չկա ռեժիսոր։ Ստից թերթը կարդում են դից ասում ես։ Այնտեղ արդեն քո վարպետությունն է, դու կարող ես տակից դուրս գալ, թե չէ։ Խաղացողի, իսկ երբ որ ես նայում եմ ֆիլմերը, շատ ֆիլմեր ունեմ, շատ թույլ մարդիկ են իմ դեմ նկարվել, բայց ես ստիպված նկարվել եմ, որովհետև հրավեր եմ ստացել, չեմ ուզեցել մերժեմ բանան, հիմա չեմ ուզում խաղամ, համ էլ չեն հրավիրում, որովհետև գիտեն, կինոյի կեսից պետք է վերջանա այդ կինոն։ Չեմ դիմանում ես։ Իդեպ, պարոն Մանսուրյան, տեսեք, մենք խոսեցինք հիմա փաստորեն իրոք շատ հեշտ է մի ասպարեզից վերցնել մի մարդը, որը առասարակ, չգիտեմ, սոցցանցերում է գուցե ակտիվ, բայց բացարձակ ինքը դերասանության հետ այսպես կապ չունի, բայց արի ու տես ինքը եթե սոցցանցերում, սոցհարթակներում ունի ինչ որ ֆոլովերներ, ինչ որ քանակ, արի ու տես նրան անպայման ներգրավում են ինչ որ ֆիլմեր։ Հիմա ես ձեզ ասեմ, էդ էլ պատասխանեմ, ամեն ծիծաղ չի որ բանա անկեղծ է։ Ունկանաս մատը ցույց տաս, որտեղ մատիտ նայ ծիծաղա։ Բայց պետք է այդ մատիտ բանես ցույց տաս, որ վրա ծիծաղա, այսինքն արածիդ վրա ծիծաղա, որ մի 10-15 օր հետո կամ 15 տարի հետո մենակ ծիծաղը չէ, մենակ հիշի։ Ես 40 տարի առաջ կինոներ եմ նկարվել, որոնց բառերը թևավոր բառեր։ Ես ես վերջերս տեսա Facebook-ում դրել էին հայկական ֆիլմերի թևավոր խոսքեր, ազնվությամբ եմ ասում, առաջինը դրել էին իմ բանը, հեքիաթը դու ես, մեխանիկային, հետո դրել էին պիոս, այդ արտահայտությունը, երրորդը դրել էին, մենք ենք մեր սարերի մեջ, Ֆրունզիկ Մկրտչյանը
Հե։ Ասենք այդտեղ բաներ կան, որ հիշվող բաներ են։ Դու պետք է մի հատ բան անես, որ հիշվի։ Եթե պետք է այստեղ անես, այնտեղ մոռանան, ավելի լավա չանես։ Դրա համար եմ ասում, ավելի լավա ոչ մի բան չանես։ Բայց լավ անելուց։ Չէ, քանց թե ոչինչ չանես, քանց թե անես ոչինչ։ Այո, համամիտ եմ ձեզ հետ։ Երգի մեջ կլինի, սպորտի մեջ կլինի, մյուս բաների մեջ կլինի։ Իսկ պարոն Մասյան, այն ժամանակ, հա, փաստորեն դուք արդեն աշխատում եք օպերայի բալետի թատրոնում, արդեն օպերային երգիչ եք, մասնակցում եք ներկայացումների, այնց հետաքրքիր է, որովհետև այն ժամանակ դե մենք բոլորս գիտենք ինչքան որքան ճանապարհ կար, որ ինչ որ միտեղ պետք էր հայտնվել եւ դուք, այսինքն հիմա տեսեք, դուք այսինքն օպերայից հայտնվեցիք երջանկության մեխանիկա ֆիլմում։ Այդ ժամանակ էր ոնց, ինձ հետ որտեվ էլ եմ ասում, այսօր դա շատ հեշտ է հետաքրքիր է ոնց էր, չէ։ Ոնց, այո, ոնց, այսինքն, որովհետև այն ժամանակ, այսինքն ամեն մեկը, համեմատաբար այսպես իր աշխատանքն էր տանում։ Ասա։ Էդ էլ ասեմ, ես արդեն գիտեմ, որ ասում են, այ, ասեն, բեն մենք ամեն են եւ ովն հասկանում են։ Շուտ եմ բռնում։ Շատ պատահական եմ մտել ֆիլմ, ուզում էի խաղայի, քանի բայց հնարավորություն չկար, որ մտնեի կինոյի աշխարհ։ Շատ պատահական Տիգրան Լևոնյանի բանում, օֆիսում, կաբինետում։ Մտա, նստած էր Ներսես Հովհաննիսյանը, երջանկության մեխանիկայի ռեժիսորը, բայց այն ժամանակ մենք իրան գիտեինք որպես Հարսնացուն Հուսիսի ռեժիսոր։ Շփվեցինք, դե Տիգրանի հետ շատ մոտիկ ընկերներ էինք էլի։ Շփվեցինք, բանալեցինք, դու անցավ 10 օր Տիգրանն ասաց, լսի, ուզում ես ֆիլմում նկարվես, ասի, ոնց, Տիգրան գիտես, ասի, Տիկո ջան, ասի, ես իմ երազանքն է, դե ասես կետաս կինոստուդիա, կետաս ես ինչ սենյակը, այնտեղ գրած է մեխանիկա, երջանկության մեխանիկա, կմտնես քեզից սպասվեն, ասի, ով, ասես կետաս կտենաս, գնացի դուրը բացի տենում ներսից լավ, արի, եկար ասում կներեք, ասեց արի, եկար ասի, եկա, նստած էր Յաուրյանը, մեծ օպերատոր Ալբերտ Յաուրյանը, սցենարիստը, Մանուկ Մնացականյանը, խմբագիրը, մի անգամ ես այտենց ջերմ խոսակցությունից հետո ասին քեզ ուզում ենք նկարենք ֆիլմում։ Ես էլ շատ սիրով կնկարեմ։ Եվ այո, եւ այդ ու այդպես հեղր արդեն ոնց որ ասած պատականության շնորհիվ հայտնվեց մի եւս մի գլուխ գործոց ֆիլմ։ Հիմա ասեմ, էսի նմանած տեղի Հոլիվուդի դերասանների կյանքին։ Պատահական ընդերից կեթան կընկնեն մի հատ ֆիլմի մեջ ու էթան առաջ։ Ես Մանսուրյանս եթե կարողանայի լավ վարժ անգլերեն խոսայի Այսօր իմ տունը Մադոննայի տան կողքը կներ կամ էլ չգիտեմ ու, որովհետև ամեն տվյալներն ունեի։ Ամեն տվյալներն ունեմ, որովհետև Աստված են վերևից այնքան է պարգև ինձ, համ երգ, համ արվեստ, համ հասկացողություն, համ ամեն ինչ։ Ես գլուխ չեմ գովում, եթե ես ինձի չգովամ, ժողովուրդ ջան։ Ինձի ոչ ոք չի գովա, դրա համար ես ասում եմ ու ճիշտն եմ ասում։ Պարոն Մասուրյան, բայց մենք գովում ենք ձեզ, որովհետև դա անկեղծ այդպես է, էլի։ Դա անկեղծորեն դուք։ Իսկ խոսեցիք այ անգլերեն լեզվի, դե աստան 30 տարի, համարյա 30 տարի արդեն Միացյալ Նահանգներում եք, դե որոշակի առումով տարիքի հետ դժվար է լեզու ընկալելը, լեզու սովորելը։ Բայց երիտասարդ եք, Քրիստոսի տարիքին է 33 տարեկան։ Այսինքն դժվարությամբ էր այնուամենայնիվ տրվեց անգլերենը։ Էսի չունեի։ Սա մեջ կնա։ Հա։ Ես որ եկել եմ անօրինական է եկել։ Հա, հասկանալի։ Տարբեր գործեր եմ արել, որ կարողանամ տունը պահեմ։ Այո։ Իսկ այն ժամանակ, իսկ հիմա որ գալիս են, եթե մի նպաստ բան կա, գոնե մարդիկ գրվում են, գնում են դպրոցում սովորում են։ Հասկանում եք, սովորում են։ Ես որ ասեմ, ես վերջի համարյա 2 տարին է, որ լեզուս բացվել է, խոսում եմ։ Լեզուս բացվեց, տարիքը բացվեց։ Տարի հետո նոր բացվեց։ Դուք այո։ Այսինքն այդպես էլ է լինում, այդպես էլ է լինում։ Բայց հույս ունեմ, որ մի օր մի բան կարող արնի։ Տենց միշտ այդ հույսով եմ ապրել։ Դե ինչու ոչ, ես կարծում եմ, որ անպայման կլինի։ Ես առհասարակ կարծում եմ, որ ոչ թե տարեց չեմ ուզում ասեմ, տարիք, այլ ձեր տարիքի առհասարակ շուկայում դերասանների պակաս կա։ Ես չեմ խոսում միայն, ընդհանրապես եմ խոսում։ Իսկ ես ցավալով կասեմ։ Իսկ ինչի պետք է ավելի լինի։ Ինչի պետք է ավելի լինի։ Ինչի պետք է երկրի վիճակն այտենց լինի, որ մենք ստեղ գտնվեինք, որ մի հատ ստեղի արվեստի մեջ չնեինք կամ չնեինք կամ բան անենք։ Ես լուրջ
իմ արվեստը տանող եմ առաջ տանում։ Գործող երկիչ եմ ներողություն։ Իսկ այն որ արվեստի պակաս կա, որովհետև այդ պակասը կա, մարդիկ գալիս են միջև իրաց արվեստի մեջ են ընկնում, տարբեր տեղի բաներ են, գործեր են անում, բաներ են, դժվարացնում է սա ամեն ինչը։ Դրա համար պատահական մարդկանց ասում են, դու ստե ես ծնվել, հա անգլերեն գիտես, արի մի հատ sense գողական ասա, հետո մարդիկ կան, ես զարմանում եմ իրանց վրա դեմքերը sense անելով են, խոսում sense անելով, հետո մնում են դրա տակ։ Հետո որ բարև է տալու մեկ-մեկսյան։ Ոնց է սափել։ Այդտեղա Այո, համամիտ եմ ձեզ հետ։ Բաներ կան էլի։ Լիովին համամիտ եմ ձեզ հետ։ Ոչ պրոֆեսիոնալությունից է գա։ Դե որովհետև դրա համար այսինքն տվյալ պարագայում պետք է էլ եմ ասում փորձ ձեռք բերվի, ժամանակ անցվի, այդ ամենը նոր գա եւ հայտնվի վերջ։ Իսկ դա չինի դպրոց չկա։ Դա հասկանալ է, դա է ցավը։ Եվ առասարակ, որովհետև մենք դեռ մեր ժամանակներ երիտասարդ տարիքում, հա, երբ որ ամենը սկսում ենք, ընդհանրապես մենք չունեինք միտք Երևալու եթերում։ Այսինքն մենք այդպես բան չունեինք մեր ժամանակ։ Մենք էնտուզիազմ, երիտասարդ էնտուզիազմ, ուզում ենք ինչ-որ մի բան ստեղծենք, անենք, սա է պետք, այսինքն դրանով պետք է շարժվել։ Իսկ այսօր արի ու տես միանգամից միգուցե որոշակի առումով դա իհարկե այդ Երևալ եւ սոց ցանցերը եւ ամեն ինչը ասեմ պարոն Թադևոսյան, օրինակ ես նայում եմ երիտասարդներ եմ տեսնում, որ շատ անես բանի մեջ են, դերի մեջ են, կարողանում են, իրանք ֆոտոգենիկ են շատ բան։ Իրանց մտքերը ի՞նչն է պակասում։ Ունեն հնարավորություն արել։ Ինձ թվում է որոշակի դպրոցը։ Դպրոցը, իսկ այդ դպրոցը մենք անցել ենք։ Ես հոստելից դպրոց չեմ սովորել։ 45-50 տարի ես այդ դպրոցը անցել եմ, տեսել եմ բոլորին, ես անց դերասանների հետ եմ շփվել, անց դերասանների հետ եմ, քույ իմացած բոլոր դերասանների հետ կինոներ եմ նկարվել, քույ իմացած բոլոր մեծ երկիչների հետ բեմ եմ բարձրացել։ Եվ այդ դպրոցը ես քաղել եմ, ստեղ ով ումից ինչ քաղի։ Համամիտ եմ։ Պարոն Մանսուրյան ջան, դե անցնենք առաջ, ես ուզում եմ հիմա խոսեցին կինոների մասին, միևս մի շատ լավ հայկական, սովետական ժամանակահատվածի ֆիլմ վերհիշենք, այն է Ոսկե ցլիկ ֆիլմը։ Ուրեմն մեր հյուրերի հետ մի թեթև այսպես խաղ ենք անցկացնում, հետաքրքիր զվարճալի։ Հիմա մենք 3 հատված դիտելու ենք այդ ֆիլմից, 3 անգամ 3 հատված տարբեր։ Ուրեմն հատվածը ընդհատվելու է։ Շարունակությունը ես ձեզ 3-4 տարբերակ ասելու եմ, որից մեկը ճիշտ է, 3-ը սխալ։ Իսկ կարող է այտենց լինի, որ ասենք մի անգամից ես ասեմ, դուք չասեք։ Դե դուք շարունակություն չասեմ։ Միանգամից ասեմ, ես շարունակություն ասեմ։ Այդպես չէ լինում։ Կարող է լինի, ասեք։ Շատ լավ։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, այս պահին Ռազմիկ Մանսուրյանի հետ միասին կանցկացնենք մեր այս խաղը եւ մեծ հաճույքով եւս մեկ անգամ գոնե հատված, բայց կդիտեք սիրված Ոսկե ցլիկ ֆիլմից եւ կխնդրեմ հիմա առաջին հատվածը։ Սոլակ, պատրաստիր։ Ես պատրաստ եմ։ Էդ ինչ է։ Արդեն գնում եք։ Այո ջանս, գնում ենք։ Շատ շնորհակալ ենք ձեզանից էլ։ Հիմա շարունակությունը ձեզ ասում եմ։ Շատ շնորհակալ եմ ձեզանից էլ։ Առաջինը ձեր նախարարից էլ, երկրորդը ձեր նախագահից էլ, երրորդը ձեր պրեզիդենտից էլ եւ չորրորդը ձեր ամուսնու մամայից էլ։ Չէ, նախագահից։ Ձեր նախագահից։ Պարոն Մանսուրյանը դժվար է սխալել։ Չէ, ձեր նախագահից, որտեղ այնտեղ Նաջարյանն էր նախագահ։ Այո, Նաջարյան։ Նախարար չէր համենայն դեպս։ Դե ոնց կարա նախարար։ Բայց հիմա այսօր ոդորությամբ, որ նախարարը ինչ չզարմանաց, որովհետեւ ես որից ասես կարող բերեմ նախարար սա։ Չնայած Նաջարյան ավելի լավ նախարար կարող էր։ Դե մենք վաղ բանիմաց մարդիկ շատ են։ Շատ լավ։ Եվ այսպես դիտենք հատվածը, կտեսնենք պարոն Մանսուրյանը ընտրեց ձեր նախագահից էլ տարբերակը, հիմա միասին կտեսնենք։ Սոլակ, պատրաստիր։ Ես պատրաստ եմ։ Էդ ինչ է։ Արդեն գնում եք։ Այո ջանս, գնում ենք։ Շատ շնորհակալ ենք ձեզանից էլ ձեր նախագահից էլ։ Բրավո։ Բրավո, 1-0 մենք հաղթում ենք պարոն Մանսուրյանի հետ միասին եւ հիմա մենք կդիտենք միասին մեծ սիրով ֆիլմի երկրորդ հատվածը եւ կայնավ տարբերակները։ Խնդրեմ։ Այո, չի մերժի, բայց կտա չեմ տա։ Ինչու տարբերակներ։ Հայաստանից եկած Գագոին մեքենա կտաս, իսկ հարազատ եղբորս մի հորդ չես տա։ Երկրորդը, Եգիպտոսից եկած Հակոբին կով կտաս, իսկ հարազատ եղբորս մի հորդ չես տա։
Երրորդ տարբերակը Մեքսիկայից եկած հարևանից two bedroom կտաս, իսկ հարազատ եղբորդ մի օր չես տա, եւ վերջին տարբերակը Ռուսաստանից եկած Տանյային կողքը տեղ կտաս, իսկ հարազատ եղբորդ մի օր չես տա։ Այսպես տարբերակներ Հայաստանից, Եգիպտոսից, Մեքսիկայից, Ռուսաստանից։ Հայաստանից։ Դուք եկած, դա էլի որ կինը ամուսնուն ասում է բոլորին կողքին իմ հարազատ եղբորը կով չէ, բան չես տա։ Այսինքն Հայաստանից եկած գագույն մեքենա կտաս, իսկ հարազատ եղբորս։ Իսկ հարազատ եղբորս մի հոր չես տա։ Եգիպտոսից մենք չենք այդ տարբերակը։ Չէ, մոռացի արդեն Ես պարոն Մասուրյան հարազատ եղբորս մի կով չես տա, էտա։ Կտրականապես ասեց, դրա համար կլսենք ինչ տարբերակ է դա։ Ախր այս ֆիլմերը իմ սաղ սիրած ֆիլմերն են, փոքր վախվա։ Շատ լավ։ Դիտենք իսկ եւ կանցնենք արդեն վերջի երրորդ հատվածին։ Այո, չի մերժի, բայց կտա չեմ տա։ Ինչու՞։ Եգիպտոսից եկած Հակոբին կով կտաս, իսկ հարազատ եղբորս մի հոր Այս պեկը կրվեցի, որտեղ մտքովս չանցավ այդ Եգիպտոսը լավն էր, հիմա ես եմ ասում, հալալ էր։ Չէ, երրորդը ունենք, պարոն Մասուրյան։ Մեկ երրորդ վերջին հատվածը միասին կդիտենք։ Վերջին երրորդ հատվածը միասին կդիտենք եւ կտեսնենք, խնդրեմ։ Արբո, վերկաց։ Այդ տղա սրա ժամանակը չի, վերկաց։ Այդ տղա վերկաց, սրա ժամանակը չի, միլիարդը տարան, վերկաց, սրա ժամանակը չի, միլիոնը տարան, հարսին տարան, կովին տարան։ Միլիոնը տարան, ոչ թե կովին։ Չէ, կովին չէ, միլիոնը տարան։ Այս անգամ արդեն հստակ ասում։ Ես չգիտեմ, հիմա միասին կլսենք, կդիտենք սիրելի հեռուստադիտողներ եւ այս պայն պարոն Մասուրյանը ընտրեց միլիոնը տարան տարբերակը եւ հիմա կդիտենք միասին եւ կարծում եմ մենք պարոն Մասուրյանի հետ կհաղթենք այս խաղը։ Արբո, վերկաց։ Այդ տղա սրա ժամանակը չի, վերկաց, միլիոնը տարան է, Բրավո, միլիոնը տարան։ Այ այսպես հրաշալի ֆիլմեր, իրոք ֆիլմեր, որոնք մշտապես Բայց ասեմ շատ բան էի կարել, այս փոքր բաները էի կընտրել։ Դե ինքը ամենայն դեպս փորձում ենք եւ իհարկե ես ճիշտ ասած սպասում եմ որ Արմեն Խոստիկյանը որ ասի վստահ է բան այնտեղ բազուկը կտրտում։ Ինքը մի քիչ ավելի քիչ, այսպես, որոշակի առումով իհարկե քիչ օգտագործվող այսպես արտահայտություններն ենք լսում։ Պարոն Մասուրյան ջան, եւ հիմա միասին նաեւ կխնդրեմ մի փոքրիկ տեսանյութ դիտենք, որոնք ուղարկում են մեր հեռուստադիտողները։ Այս տեսանյութ ուղարկել է մեզ Աննա Խաչատրյանը, այսպես երաժշտական հոլովակ, ինքը շատ կարճ երաժշտական հոլովակ է եւ արդեն դե կարծես թե ավանդույթ է դառնում մեր մոտ, մեր հեռուստադիտողներ ուղարկում են երաժշտական հոլովակներ, կենդանիների հետ կապված եւ հիմա կրկին կդիտենք տեսանյութ, պարզապես հիշեցնեմ մեր էլեկտրոնային փոստի հասցեն video@armenianevening.com 911-ը չմոռանաս։ Ինչպես 911-ը հետո, վերջում, մի քիչ ուշ։ Խնդրեմ։ Ես քեզ տեսա, սիրահարվեցի, խելագար տարա։ Ես քեզ տեսա, հիմա փնտրում եմ, որտեղ ես հասա։ Ես քեզ տեսա, սիրահարվեցի, խելագար տարա։ Ես քեզ տեսա, Այ այսպես մազերը բիզբիզ սկյուրիկ էլ արդեն կարողացանք տեսնել, որոնք կարծում եմ այստեղ սկյուրիկները շատ են եւ տերուտ իրակալն են փողոցների։ Այս դրա վրա մազերը բիզբիզ լավ գոնե սկյուրիկի գլխին մաս կա։ Մի հատ ընկեր ունի, ասին չես շանում։ Ինքն մաս չուներ գլխին։ Ասես կայնել էի հայլու դեմ մտածում էի, այս սանտրեմ թե ձախ, ասում եմ դրամատուրգ։ Հիմա լավ էս բաններ։ Երկներ մեր սիրելի ընկերոջն, շատ հարազատ մարդու երկա Թաթա Սիմոնյանի։ Պարոն Մասուրյան ջան, հիմա մի քիչ ուզում եմ խոսել մեր հետագա պլանների մասին։ Դուք դե ասացիք սերիալներից հրաժարվեցիք, չեք նկարահանվում, բայց ինչ պլաններ կա։ Գուցե, չգիտեմ, դուք իհարկե սիրված օպերային երգիչ։ Այ գուցե սա էլ որոշակի առումով այստեղ չկա։ Կա։ Մեր համար չկա։ Ահա։ Մեր համար է լինի, էլ եթե ուզում։ Դե չի կարող լինի մեր համար, տարիքներս մեծ է, բայց թե կան մարդիկ, որ ջահել են, երիտասարդ են, սովորում են, թող մնան առաջ։ Խորհրդի կարիք պետք չի տալ, որովհետև բոլորներ խորհրդային երկրությունները իրանց այնքան խորհուրդ են տվել։
Մի օր մեկը ասես, բարոն Մանսուրյան, կուզեմ ձեզի խորհուրդ տամ, ասի չէ, փող ունես, փող տուր, խորհուրդ մի տուր, որտեղ ես խորհրդային երկրից եմ եկել, ինձ այնքան խորհուրդ են տվել, դու դրած ճամադաններով, այդ բանով, սունդուկներով խորհուրդը։ Իսկ բանը, ճիշտն ասած, ես շատ տեղեր չեմ ասել, պատրաստվում եմ նկարահանվենք, ոչ նկարահանեմ, որ նկարահանվենք, Վահիկ Խաչատրյանը պետք է նկարի, ինձ ու Ալլա Թումանյանին, երջանկության մեխանիկան 40 տարի է։ Բրավո։ Ես իսկ մոտավոր երբ է դա պլանավորվում։ Սցենարի վրա ենք աշխատում։ Շատ լավ, կարծում հրաշալի։ Չնայած ես 5 տարի աշխատում ենք սցենարի վրա, որոշ բաներ ինձ դուր չի գալի, Ալլային է դուր գալի, որոշ բաներ Ալլային է դուր գալի, չի գալի, բայց ես վերջերս ասի Ալլա ջան, շուտով կդառնա 50 տարի ես ֆիլմը։ Արի ինչքան շուտ նկարենք, այնքան լավ։ Պատմություն ա լինելու շատ հետաքրքիր, նկարելա մեր սիրելի Վահիկ Խաչատրյանը։ Այո, Սուրենի չէ, ջեր ողջունել։ Ինձ լավ ընկերա, միասին սովորենք Վահիկի հետ կոնսերվատորիայում։ Ժամանակ ինքը կոմպոզիտոր էր եւ բաներ, տեսական բաժնում էր սովորում։ Եվ հետո ինձանից հետո սովորել է ավարտել է ռեժիսորական բաժինը, մանկավարժականի եւ բավականին լավ ֆիլմեր ունի նկարած։ Պարոն Մանսուրյան, ես անպայման իրակ կարծում եմ եւ ես եւ իմ հասակակիցները, ոչ միայն իմ հասակակիցները, բոլորը իհարկե անհամբեր կսպասեն, թե ինչ կլինի, որովհետեւ կարծում եմ դա նույն այն ֆիլմերից է, երջանկության մեխանիկան սիրված։ Կինոն երևում է արտադրությունից հետո մենք ենք սպասում թե ինչ պետք է լինի, բայց հուսան որ պետք է լավ լինի։ Անպայման պետք է լինի, հուսանք որ կլինի ու լավ։ Ճիշտ ասած, այդ երջանկության մեխանիկա վերնագրով Երևանը ինչ-որ մի հատ սերիալ նկարեցին, ինչ արեցին, գողացան այդ վերնագիրը, ինչ արեցին, ոնց նկարեցին, ինչ արեցին, դա իրանց գործն է։ Ալան մի քիչ բանի մեջ էր, ասեց ախար այդ վերնագիր, ասի լսի Ալա, ոչ մի բան պետք չի։ Էս իմ նկարն է, էս քո նկարն է, դա գրած է երջանկության մեխանիկա։ Հերիք ասի։ Այո, Էլ ուրիշ բան պետք չի, որովհետև դա դասական ֆիլմերի լավագույն տարբերակն է, լավագույն օրինակն է, ես լիովին համամիտ եմ եւ Աստված իրոք անպայման կսպասենք, իրականացնենք եւ բոլորս ականատես լինենք, դիտենք երջանկության մեխանիկան 50 տարի անց։ Մի ամբողջ կյանք։ Պարոն Մանսուրյան ջան, շնորհակալ եմ ձեզ անչափ հրավերքս չմերժելու համար, հյուրընկալվելու։ Մաղթում եմ իհարկե հաջողություն եմ մաղթում եւ եկեք պայմանավորվենք հաշվառնելով որ շատ տեղեր չեք ասեմ մեզ մոտ ըստ երևույթին ոնց որ բացվեց, այսպես գաղտնիք ասեցիք, պրեմիերայից հետո անպայման հանդիպենք մեզ մոտ տաղավարում, այդ ֆիլմի շուրջ մի քիչ զրուցենք, մեծ սիրով կսպասեմ։ Հանդիպենք էլի։ Այո։ Ինչով ավարտենք։ Եվ իհարկե մինչ ավարտելը ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ մինչ ավարտը պարոն Մանսուրյան մի փոքրիկ խնդրանք ունեմ ձեզ, եթե կարելի է։ Էդ էլ գիտեմ արդեն մոտավորապես զգում եմ, պետք է ասես 10 վայրկյան, հա 10 վայրկյան, բայց մինչ այդ թույլ տվեք այդ որ դուք ասում եք 911-ը հիմա ասել։ 911-ը հիմա ասել մեր սիրելի գործընկերների։ Բայց ասա որ Մանսուրյանն էլ ասում։ Այո։ Թող իմանան։ Այդ դեպքում Կասա Բելլան եք խնդրեմ դուք ասեք, որովհետեւ մեր գործընկերներն են, ովքեր մեր կողքին են աջակցում են մեզ նախագիծ իրականացնելու համար։ Կասա Բելլան էլ։ Այո։ Սիրելի հեռուստադիտողներ, նախագծի գործընկերն է 911 Detox Center-ը։ Իրոք, եթե մարդիկ կան, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն եւ ուզում են անպայման ձերբազատվել, դիմեք 911 Detox Center, որպեսզի մասնագետները, իդեպ երկար տարիներ աշխատում այս ընկերությունը եւ շատ մարդկանց վերադարձրել է լիարժեք կյանքի, այնպես որ մի անտեսեք, դիմեք 911 Detox Center եւ օգնեք նման մարդկանց։ Հեռախոս 409 9011 Armenian Evening նախագծի հովանավորն է Կասա Բելլա ընկերությունը, մի կազմակերպություն, որը օգնում է ձեզ թարմացնել ձեր լոգարանը, ձեր ցանկացած տանսենյակ հենց իրենց պահարաններով, որովհետև հմուտ մասնագետներ այստեղ գալիս են, դիզայնը կատարում են ձեր բյուջեին, ձեր կարիքի, ձեր ճաշակի այսպես պահանջներով եւ կար ժամանակներում ձեր երազած, ձեր ցանկացած պահարանը կհայտնվի ձեր կողքը եւ դուք կհայտնվեք այն միջավայրում, որի մասին միշտ երազել եք։
Կասսաբելլա 747 388 3828 Եվ այսպես բարձր նոտայով իհարկե կցանկանամ որպեսզի ավարտենք մեր այսօրվա Armenian Evening-ը բարձր նոտայով բառի բուն իմաստով, որովհետև պարոն Մասուրյանը խնդրանքս չմերժեց եւ մի փոքրիկ հատված շատ կարճ ձեր հրաշալի Կարճ կերկեմ, մենակ հիմա ասում եմ այդ պրոդյուսերներին իմ մասին կինո նկարեք, հետո կփոշմանեք։ Անպայման, այո, բոլոր բաներին եմ ասում։ Ես կընտրեմ դերասաններին։ Շատ այո, անպայման Աշխարհում աղջիմ քաշիր քանի մուրճանես ինձ համար Ալավահական ջրովլիքը օշկե պնջարես ինձ համար մի ավաղաղեք հայկական երգերը, երգեք օրիգինալ Բրավո, բրավո, պարոն Մասուրյան, շնորհակալ եմ ձեզ անչափ, շնորհակալ եմ Իրոք այս հրաշալի նոտայով, այս բարձր նոտայով, սիրելի հեռուստադիտողներ, ավարտում ենք այսօրվա Armenian Evening-ը եւ ուզում եմ ասել, որ անպայման կհանդիպենք հաջորդ 5 շաբթի AMJ TV ուղիղ եթերում առողջ եղեք եւ մնացեք իհարկե մեզ հետ Նախագծի հովանավոր 911 Detox Նախագծի հովանավոր Կասսաբելլա Կասսաբելլա, թարմացրեք ձեր խոհանոցը, լոգարանը կամ ձեր տան ցանկացած սենյակը մեր հատուկ պահարանների լուծումներով։ Մեր հմուտ մասնագետները կստեղծեն կատարյալ դիզայն, որը կհամապատասխանի ձեր կարիքներին եւ բյուջեին։ Կասսաբելլա, մեր անխափան պատրաստման եւ տեղադրման գործընթացի շնորհիվ դուք կարճ ժամանակում կհայտնվեք գեղեցիկ եւ հարմարավետ միջավայրում, որի մասին միշտ երազել եք։ Կապնվեք մեզ հետ այսօր եւ եկեք ստեղծենք ձեր երազած պահարանը։ Կասսաբելլա 747 388 3828